սպանել, երբ Հեզաբելը նրան հետապնդում էր քուրմերին սպանելուց հետո։ Եվ Աստված ինչ ասեց. 7000 հոգի եմ պահել, որոնք չեն երկրպագել Բահաղին, իրենց շրթունքներով նրան չեն փառաբանել։ Այսինքն Եղիային էլ անգամ անհայտ էր, որ Աստված 7000-անոց բանակ ունի, որոնք չեն երկրպագել Բաղամին, որ ճշմարիտ Աստծուն են պաշտում, երբ որ համապատասխան պայմանները ստեղծվեցին, այսինքն Աքաբը սպանվեց և մյուս անօրեն կռապաշտ թագավորները սպանվեցին Հեոյի կողմից, Եղիայից հետո իհարկե, անմիջապես Երևան եկան այդ 7000 հոգին։ Այսինքն ճիշտ այդպես էլ հողի մեջ թաքնված կան և որոմ և ցորեն։ Եթե բարենպաստ պայմաններ են լինում որոմի համար, որոմն է աճում։ Եթե բարենպաստ պայմաններ են լինում ցորենի համար, ցորենն է աճում։ Որոմի համար բարենպաստ պայմանները շատ ավելի հեշտ են ստեղծվում։ Այսինքն որոմը աներես բույս է, աներես է, ինքը աճում է ամեն տեղ, տարածվում է, խեղդում է ցորենին։ Բայց եթե դու ուզում ես ցորենը աճեցնել,